Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել Իրանից հնչած կոշտ հայտարարությունը, որի հեղինակն էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարաբերությունների հարցերի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին, որն ի դեպ իրանյան քաղաքականության բազմափորձ և բավական հեղինակավոր հնաբնակներից է։ Վիլայաթին հայտարարել էր, որ Թեհրանի համար Թրամփի ուղու և այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի միջև չկա տարբերություն և հետևաբար Իրանի համար կտրականապես անընդունելի է այդ ծրագրի իրականացումը։ Հայտարարությունը հնչել էր Հայաստանի դեսպանի հետ Վիլայաթիի հանդիպմանը, որի վերաբերյալ իհարկե չկա մանրամասն, թե հատկապես ում նախաձեռնությամբ է եղել այդ հանդիպումը։ Սա կարող էր չլինել զուտ երկրորդական հանգամանք, որովհետև թույլ կտար առավել ընդգրկուն պատկերացնել կամ հասկանալ տեղի ունեցողի տրամաբանությունը և պատճառները։ Էական է այդուհանդերձ, որ Վիլայաթին այս հայտարարությունը բարձրաձայնում է հենց Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը։ Հանդիպման մասին Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ Թրամփի ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Հայաստանի դեսպանը վերհաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները։ Ես ընթերցում էի տարածված պաշտոնական հաղորդագրությունը։ Վիլայաթիի խոսքերը տարածել էին իրանական լրատվամիջոցները։ Եթե նույն հանդիպմանը հնչել է Վիլայաթիի այդ հայտարարությունը, որ Իրանը չի տեսնում տարբերություն Թրամփի ուղու և Զանգեզուրյան միջանցքի միջև, հետևաբար կտրականապես դեմ է այդ ծրագրին, ապա կնշանակի, որ Թեհրանը կամ չի վստահում Երևանի հավաստիացումներին, կամ դեսպանն է հրավիրվել հանդիպման այդ կոշտ մեսիջը ստանալու համար և լսելով այն, ի պատասխան իր լիազորության շրջանակում հավաստիացրել է, որ Երևանը ուշադիր է Իրանի դիրքորոշումների և զգայունությունների նկատմամբ։ Այստեղ հատկանշական է, որ մեկնաբանություններից հրաժարվել է արդեն, այսպես ասած, կենտրոնը՝ Հայաստանի արտգործնախարարությունը։ Արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Վիլայաթիի հայտարարության առնչությամբ չկա մեկնաբանություն և խորհուրդ է տվել բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ, որի մեջ, ինչպես նշեցի, որևէ խոսք չկա Իրանի պաշտոնյայի այդ կտրուկ և կոշտ գնահատականի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես գիտենք, նախօրեին օրինակ նախաճաշում էր Բրյուսելում եվրոպացի նախարարների և եվրահանձնակատարների հետ և այդ նախաճաշի ընթացքում ակնկալում աջակցություն խորհրդարանի ընտրությանը Հայաստանում իշխանությունը պահելու հարցում։ Վիլայաթիի հայտարարությունը ըստ էության ստացվում է, ժողովրդական լեզվով եթե ասենք, որ հարամ է անում այդ նախաճաշը։ Մինչ Հայաստանի արտգործնախարարը իշխանության պահպանման հարցեր է լուծում Բրյուսելում, Իրանի արտաքին գործերի նախարարն է բավականին ակտիվ հաղորդակցության մեջ ռեգիոնալ դերակատարների հետ։ Օրեր առաջ Իրան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, որից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին այցելեց Բաքու բավական ներկայացուցչական այցով, այնտեղ հանդիպեց ոչ միայն Բայրամովի, այլ նաև Ալիևի հետ։ Վաղը Արաղչին մեկնում է Մոսկվա Լավրովի հետ բանակցության։ Մինչ այդ Աշգաբադում տեղի ունեցավ Պուտին-Փեզեշքյան նախագահական մակարդակի հանդիպում, իսկ առաջիկա օրերին համենայն դեպս ազդարարված է Էրդողանի հնարավոր այց Իրան։ Ի դեպ ուշադրության արժանի հանգամանք է այն, որ Աշգաբադում Պուտին-Փեզեշքյան հանդիպմանը քննարկվել է ոչ միայն հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական երթուղուն վերաբերող հարցերի շրջանակ, ինչը ռուս-իրանական հարաբերություններում բավական օրինաչափ և արդեն ավանդական թեմա է, այլ նաև քննարկվել է արևելքից արևմուտք առևտրային երթուղիներին վերաբերող հարցերի օրակարգ և քննարկվել են դրանց վերաբերող ինչ-որ թեմաներ։ Սա արդեն կարծես թե որոշակի նոր օրակարգ է ռուս-իրանական փոխհարաբերության համատեքստում։ Ահա այդ ֆոնին հնչում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդականի այդ կոշտ գնահատականը Թրամփի ուղու վերաբերյալ։ Օգոստոսից հետո, երբ հայտարարվեց այդ համաձայնության մասին, Թեհրանի արձագանքը ընդհանրապես բավականին հանդարտ էր, և այս հանդարտությունը նույնիսկ զարմանք էր առաջացրել Երևանում, թե ինչպես կարող է Իրանը այդպիսի հանգստությամբ վերաբերել, կտրուկ հայտարարություններ չանել մի նախագծի կամ համաձայնության վերաբերյալ, որը խոսում է ռեգիոնում Իրանի հյուսիսային սահմանին ԱՄՆ-ի, այսինքն Իրանի համար աշխարհաքաղաքական լրջագույն
մարտահրավերների աղբյուրի դիրքերի ուժեղացում։ Իրանի հայտարարությունները կարծես բաժանված էին երկու մասի, ավելի չեզոք էին գործադիր իշխանության ներկայացուցիչների գնահատականները և փոքր-ինչ ավելի հատու պահպանողական թևի, այդ թվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի շրջանակից հնչող գնահատականները և մեկնաբանությունները։ Բայց կոշտ և ուղիղ ձևակերպումներով այսպիսի հստակ մեսիջ, որ դեմ են Թրամփի ուղու իրականացմանը, որովհետև չեն տեսնում որևէ տարբերություն այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի հետ, Իրանը կարծես թե անում է առաջին անգամ։ Վերջին շաբաթներին խոսվեց այն մասին, որ սկսվել է ճանապարհը կառավարելու համար հայ-ամերիկյան այդ ստեղծվելիք կոնսորցիումի վերաբերյալ մանրամասների քննարկումների ինչ-որ աշխատանքային շրջան ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Եվ Հայաստանն ինչ-որ բան է արդյոք հայտնել Իրանին այս քննարկումների մասին, ինչը գուցե չի բավարարել Թեհրանին և հնչել է այսպիսի կոշտ արձագանք, թե հակառակը Իրանին է հայտնի դարձել այս քննարկումներից ինչ-որ մանրամասն առանց Հայաստանի, և սա դժգոհություն է առաջացրել Թեհրանի մոտ և այն պատճառով, որ փաստացի չի եղել Հայաստան-Իրան բավարար չափի կոմունիկացիա հաշվի առնելով հարցերի զգայունության շրջանակը Իրանի համար, և թե այն պատճառով, որ բովանդակային իմաստով այդ մանրամասները կարող են առաջացրած լինել Իրանի դժգոհությունը և մտահոգությունը դառնալով ահա այսպիսի աննախադեպ կոշտ հայտարարության կամ մեսիջի պատճառ։ Բոլոր դեպքերում հատկապես էական է այն ֆոնը, որի մասին մատնանշեցի քիչ առաջ, այսինքն Իրանի և ռեգիոնալ մյուս դերակատարների ակտիվ շփումներ այս շրջանում և ահա այդ ֆոնին Հայաստանին ուղղված այսպիսի մեսիջ։ Չի բացառվում նաև, որ Իրանը փորձում է իր դժգոհության առարկան դնել ռեգիոնալ քննարկումների սեղանին և ընդհուպ նույնիսկ 3+3 ձևաչափի քննարկումների հարց դարձնել։ Այդ առումով, ի դեպ, ուշադրության է արժանի օրեր առաջ արտաքին գործերի նախարար Արաղչիի Բաքու կատարած այցի ընթացքում համատեղ ասուլիսում Բայրամովի հայտարարությունը 3+3 ձևաչափի նոր հավաքի վերաբերյալ։ Բայրամովը հայտարարել էր, որ Երևանը չունի 3+3 ձևաչափի հերթական արտգործնախարարական հավաքը Բաքվում անցկացնելու առաջարկից հրաժարվելու պատճառ։ Ես մեջբերում եմ Բայրամովի խոսքը, 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանի հովանու ներքո, սակայն ցավոք նման համաձայնության չհասանք։ Հայկական կողմը չի համաձայնել դրան։ Ներկայիս իրավիճակը տարբեր է, այս հանդիպումները այլ ուղիներով կազմակերպելու հարցը արդեն քննարկվում է, դեկտեմբերի 8-ին հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը։ Ինչ է նշանակում այս հանդիպումների հարցը այլ ուղիներով կազմակերպելու քննարկումներ կան և այլն, սա մանրամասն ներկայացված չէ, և թե Բայրամովը չի մանրամասնել ինչի մասին է խոսքը, և թե նաև Երևանից չի եղել մանրամասն ու հանգամանալից որևէ արձագանք։ Ես հիշեցնեմ, որ այս ձևաչափով վերջին հանդիպումը եղել էր 2024-ին Թուրքիայում և հետո հայտարարվեց, որ քննարկվում է մյուս հանդիպումը հաջորդաբար կամ մյուս հանդիպումները հաջորդաբար Բաքվում և Երևանում կամ Երևանում և Բաքվում կազմակերպելու հարցը։ Փաստորեն ահա դեկտեմբերի 8-ին Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Բայրամովը հնչեցնում է այսպիսի միտք 3+3-ի հետ կապված, և մենք չենք տեսնում նաև այս մտքի վերաբերյալ Երևանից որևէ հանգամանալից արձագանք։ Բայց տպավորություն է, որ Երևանը գոնե այս շրջափուլում ձգտում է խուսափել ռեգիոնալ քննարկումներից կամ 3+3 ձևաչափի քննարկումից և հարց է առաջանում, արդյոք սա կարող է կապված լինել այն քննարկումների հետ, որ այս փուլում Երևանն ունենում է Եվրամիության հետ, մասնավորապես խորհրդարանի ընտրությանը իր դիրքերի պահպանման հարցում աջակցության ակնկալիքով։ Չէ՞ որ 3+3 ձևաչափում կան նաև Ռուսաստան և Իրան, իսկ Եվրոպայի համար կովկասյան քաղաքականության մոդելն, այսպես ասած, պարփակվում է Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա և նաև, ինչպես եվրահանձնակատար Կոսը վերջերս հայտարարեց, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրամիություն քառակողմ ձևաչափով, որի ստեղծման մտադրություն ունի Բրյուսելը։ Քանի որ չկա հանգամանալից արձագանք, բարդ է կռահել, թե ինչ է մտածում Երևանը Իրանից կոշտ արձագանքի և ընդհանրապես ռեգիոնալ այս ակտիվ քննարկումների մասին, հատկապես այն աշխատանքի ֆոնին, կրկնեմ, որ Երևանը հիմա իրականացնում է Բրյուսելի հետ։ Եվ արդյոք Հայաստանը
Լսելով Թեհրանից այս առաջարկը, մտածում է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ կամ որևէ այլ խողովակով Իրանի հետ ավելի բարձր մակարդակով հաղորդակցվելու մասին, կամ արդյոք Իրանի արտաքին գործերի նախարարը ունի պլաններ այս ռեգիոնալ քննարկումների համատեքստում հաղորդակցվել նաև Հայաստանի իր գործընկերոջ հետ։ Մի բան վեր է կասկածից, անկախ ամեն ինչից, ցանկացած հեռավորության վրա որևէ բնույթի և տրամաբանության քաղաքական աշխատանքի արդյունավետություն ուղիղ իմաստով պայմանավորված է նրանով, թե ինչ արդյունավետություն ունի աշխատանքը ամենամոտ տարածության վրա, հենց այս ռեգիոնալ միջավայրում։ Սա նույնիսկ երևի թե քաղաքականության մեջ աքսիոմատիկ տրամաբանություն ունեցող հանգամանք է, որովհետև եթե որևէ պետություն իր գտնվելու միջավայրում արդյունավետ չի կոմունիկացվում այդտեղ դերակատարների հետ, ապա մտածել, որ հնարավոր է պետական շահի արդյունավետ սպասարկում ավելի երկար հեռավորության վրա աշխատանքով, թերևս կարծում եմ կլինի միամիտ։ Եվ սա վերաբերում է նաև Թրամփի ուղուն։ Թեկուզ անունը լինի ոչ թե Թրամփի ուղի, այլ Թրամփի ուղնուծուց, միևնույն է, այդ նախագիծը կարող է Հայաստանի շահի տեսանկյունից արդյունավետ աշխատել, եթե այն ունենա ռեգիոնալ բալանսավորվածություն։ Եվ այդ ռեգիոնալ բալանսավորվածությունը անհնար է առանց Ռուսաստանի և Իրանի, եթե իհարկե Հայաստանի շահ ձևակերպումը մենք չենք պատկերացնում որպես աշխարհաքաղաքական քինգ, այլ դիտարկում ենք որպես պետական բովանդակություն։ Այդ ամենով հանդերձ, արժե թերևս այս իրավիճակը դիտարկել նաև մի քիչ ավելի լայն համատեքստում, որպես հնարավոր մեկ այլ դիտանկյուն։ Մասնավորապես, ինչու Իրանը հենց հիմա շատ կոշտ արտահայտվեց Թրամփի ուղու վերաբերյալ։ Ընդ որում ուշադրության արժանացնենք զուգահեռ մեկ այլ հայտարարություն Ռուսաստանից, որ հնչել է իհարկե արտգործնախարարության ոչ շատ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, բայց Իրանից հնչած հայտարարության ֆոնին արժանի է ուշադրության։ Ռուսաստանի արտգործնախարարության դեպարտամենտներից մեկի ղեկավարը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել Թրամփի ուղուն մասնակցության պարամետրերը։ Ի դեպ, Երևանից ինչ-որ արձագանք էր եղել լրագրողների հարցերին ի պատասխան Ազգային ժողովի փոխնախագահի մակարդակով, որը նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի բանագնաց է, թե Երևանը հիմա որևէ կերպ չի քննարկում Մոսկվայի մասնակցության հարց Թրամփի ուղղում։ Այս օրերին ամերիկացիները, ինչպես գիտենք, Թրամփի կարգավորման հայտնի պլանի շուրջ բավական բարդ բանակցության մեջ են Կիևի հետ։ Եվրամիությունը փորձում է Կիևի միջոցով ըստ էության տորպեդահարել Մոսկվա-Վաշինգտոն համաձայնությունները, որոնք անշուշտ ներառում են ոչ միայն ուկրաինական թեման, ոչ միայն Ուկրաինայում կարգավորման հարցեր, այլ նաև գործնականում երևի թե եվրոպական անվտանգության համակարգի ճակատագիրը։ Ահա այդ ֆոնին, նաև Եվրամիության տորպեդահարման փորձերի ֆոնին, արդյոք Ռուսաստանն էլ Իրանի օգնությամբ կարող է փորձել իր հերթին ճնշում բանեցնել Թրամփի ուղղությամբ, որպեսզի վերջինս չթուլացնի իր ճնշումը Կիևի վրա, տեղի տալով եվրոպական այդ տորպեդահարման ջանքերին։ Ուզում եմ հիշեցնել, որ օգոստոսի 8-ին, երբ հայտարարվեց Թրամփի ուղու մասին, դրանից 2 օր առաջ, օգոստոսի 6-ին, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը ամերիկյան նոր վարչակազմի և նախագահ Թրամփի թերևս ամենավստահելի դիվանագետներից մեկն է և բոլոր առանցքային ուղղություններում գլխավոր բանակցողը, ժամանել էր Մոսկվա և Կրեմլում 3.5 ժամ բանակցություն վարեց Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ինչի արդյունքում հայտարարվեց Ալյասկայի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության մասին։ Ալյասկայում օգոստոսի 15-ի հանդիպմանը Թրամփն ու Պուտինը հայտարարեցին, որ քննարկել են ոչ միայն ուկրաինական կարգավորմանը, այլ միջազգային հարցերի ավելի լայն և ամբողջական արեալին վերաբերող հարցեր։